2016 թվականի հուլիսի 3-ին կատարված սպանությանն անդրադարձել ենք ժամանակին։ Վերհիշենք դեպքը։ Վանաձոր բժշկական կենտրոնից հաղորդումը ստացվել էր ժամը 12:20-ին։ Հիվանդանոց էր բերվել տղամարդու դիակ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով եւ ձախ թևի քերծվածքներով։ Ոստիկանության Վանաձոր քաղաքի բազումի բաժնի քրեական հետախույզներն անմիջապես մեկնել էին հիվանդանոց ու պարզել, որ Արմեն Մնացականյանի դիակը Վանաձորին հարակից հանդամասում գտնվող Քլորատան մոտից բժշկական կենտրոն է տեղափոխել 55-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանը Lexus Magnich-ի ավտոմեքենայով։ Շարունակելով միջոցառումները, քրեական հետախույզները պարզել էին ծանր հանցագործությամբ ավարտված անհեթեթ ու անիմաստ պատմության մանրամասները։ Վեճը ծագել էր Վանաձորի Թումանյան փողոցում գործող ծաղկի սրահի փաստացի սեփականատեր Վանաձորի 30-ամյա բնակիչ անհատ ձեռնարկատեր Արմեն Ոփյանի եւ իր շրջապատում Կաֆոյի Ռոբո անունով հայտնի Ռոբերտ Մարտիրոսյանի միջև։ Պատճառն ավելի քան չնչին էր, հետևանքը ավելի քան անհամարժեք։ Ծաղկի սրահում 5000 դրամանոցը երրորդ անձի միջոցով մարելուց հետո կողմերից մեկը պնդել էր, թե վերադարձվել է 4 հատ հազարանոց, մյուսը թե նման թյուրիմացություն պարզապես հնարավոր չէ։ Ֆինանսական խնդիրը դարձել էր ինքնասիրության հարց, զիջելը պատվազրկություն։ Ընդլայնված կազմով պարզաբանումները շարունակվել են Վանաձորի Մայմեխի խճուղուն հարակից հանդամասում։ Այստեղ Արմեն Ոփյանն ու Ռոբերտ Մարտիրոսյանն առանձնացել են շարունակել նույն վեճը։ Համաձայնության չգալով Ոփյանը իր մոտ եղած ապօրինի հրազենով մի քանի անգամ կրակել է Մարտիրոսյանի ուղղությամբ, բայց վրիպել, ապա նույն զենքով կրակել է Մարտիրոսյանի հետ եկած երկու ընկերներից մեկի 55-ամյա Արմեն Մնացականյանի ուղղությամբ։ Հրազենային մարմնական վնասվածքներ պատճառել նրան ու Մնացականյանը տեղում մահացել է։ Ընկալելով կատարվածը եւ կանխատեսելով բացահայտումն ու պատիժը, Արմեն Ոփյանը դիմել է փախուստի։ Զննությամբ հանդամասում հայտնաբերվել էին Մակարով ատրճանակի կրակված 3 պարկուճ։ 2016 թվականի հուլիսի 3-ին հարուցվել էր քրեական գործ, Արմեն Ոփյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոցը կալանավորում։ Եվ ահա օրեր առաջ մարտի 14-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, Վանաձոր քաղաքի Տարոնի եւ Գուգարքի բաժինների ձեռնարկած օպերատիվ հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ Վանաձորի Տարոն 3 թաղամասում հանգուցյալ մի քաղաքացու բնակարանում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Արմեն Ոփյանը։ Եվս մեկ անգամ ոստիկանները կյանքի կոչեցին պատժի անխուսափելիության գաղափարը, որը նաև անհրաժեշտ քայլ է հանցագործությունների կանխարգելման հարցում։